Հայաստանի 82-րդ ամենախոշոր ընկերությունը Արարատի ցեմենտի գործարանն արդեն ավելի քան 24 ժամ է չի գործում։ Գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկություններին նրա ձերբակալությանը զուգահեռ 3 քննիչները նաև Ծառուկյաններին պատկանող խոշոր ընկերություններն էին խուզարկում, որոնք այնուհետև կապարակնքել են դադարեցնելով գործունեությունը։ 24 ժամ այդ վառարան աշխատում։ Իրավունք չունես իրան դու կանգնեցնելու։ Իրավունք չունես, եթե պրոցեսը գնացել է։ Այսօր գործարան այցելեցինք փորձելով պարզել տեղում ինչ իրավիճակ է։ Ծառուկյաններին պատկանող ընկերության աշխատակիցները պնդում են, եկել են խուզարկել, կապարակնքել ու հեռացել։ Ոչ մի հստակ պարզաբանում, թե մինչև երբ չեն ներկայացրել։ Իրավապահներն Արարատ ցեմենտ են գնացել առավոտ շուտ, այն պահին, երբ հերթափոխ պետք է լիներ։ Զոյա Բալայանն Արարատի ցեմենտի գործարանում է աշխատում արդեն ավելի քան 50 տարի։ Ցեմենտագործ կինը պնդում է, իրավապահների շտապողականության պատճառով կարող էր մեծ վթար լինել, ողբերգական հետևանքներով։ Նրա խոսքով նույնիսկ ժամանակ չեն տվել, ինչպես հարկն է դադարեցնել աշխատանքը, որ անվտանգ լինի։ Մինչ իրավապահների գալն արդեն մի վթարային իրավիճակ են ունեցել։ Լավ է գոնե կարողացել են համոզել, որ մի քանի աշխատակից վառարանին ու հաստոցներին մոտենա։ Աստված չանի հանգարց այդ րոպեին, որովհետև մարդ չկար արդեն, սմենը գնացել էր, այն մի սմենը հələ չէր եկել, կես եկել են, կեսը չեն եկել։ 12 ժամ այդ մարդիկ աշխատել էին, չէ՞։ Արդեն հոգնած էին։ Մարդը պետք է կանգնի հոսքի վրա, կանգնում են մարդիկ։ Մարդը չի եկել, ասես թե կանգնացրել են։ Զոյա Բալայանից զատ Արարատի ցեմենտի գործարանում եւս շուրջ 1000 մարդ է աշխատում։ Կինը պնդում է, Արարատի բնակիչները հենց այս գործարանի աշխատանքով են տուն պահում։ Իսկ ինչ կլինի հետո։ Այսօր փակել գործարանը, այսինքն այդ ժողովուրդը ինչ պետք է անեն։ Սոված պետք է սատկեն, չէ՞, մենք էլ հետները։ Ինչ են անելու հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները, գոնե աշխատավարձ կստանան, հարցրինք ընկերության ղեկավարին։ Վճարելու համար առաջին հերթին պետք է նաև վաճառք եւ իրացում։ Եթե գործարանը չի աշխատում, եթե 3 ամբողջ օրը իրացում չի եղել, այսօր նույնպես այսինքն առաջ հերթին ֆինանսական հոսքեր չունենք, ֆինանսական մուտքեր չունենք։ Հետագա ընթացքը ոնց կլինի, երևի շատ բան նաև դրանից է կախված։ Անկախ ցանկությունից պետք է նաև վիճած, որ այդ ամեն ինչ ապահովի։ Արարատ ցեմենտի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը պատմում է, իրավապահները կապարակնքել են գործարանի վարչական շենքի մուտքը։ Առանց այդ անհրաժեշտ վարչական բաժինների աշխատել չեն կարող։ Վարչական շենքի բոլոր աշխատասենյակները կապարակնքեցին, վարչական շենքի մուտքը կապարակնքեցին, այսպիսով փորձելով պարալիզացնել ամբողջ գործարանի աշխատանքը։ Ղեկավարություն, հաշվապահություն իհարկե, առանց որի իհարկե գործարանի աշխատանքը ապահովել հնարավոր չի։ Վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարեց, թե մտադիր են պետությանը վերադարձնել Արարատ ցեմենտը։ Գլխավոր դատախազությունը, որն այս գործարանի մասնավորեցմանն առնչվող քրեական գործ է հարուցել, առաջարկել է կառավարությանն այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակել, սակայն պետականացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին կառավարությունը դեռ չի հայտարարել։ Գործարանը մինչև 3 առավոտ աշխատում էր սովորական ռեժիմով։ 3 կապարակնքել են նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու կոմբինատը, Multistone ընկերությունը, Multi-Wellness մարզասրահը, Օլիմպիավան կենտրոնը, Փարավոն ռեստորանը։ Չի գործում նաև Ծառուկյանի ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Իվետ Ատոնոյանի խոսքով հարկադիր պարապուրդի մեջ է ավելի քան 10000 աշխատակից։ Պարզապես ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու այսպես անհագուրտ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ։ Միայն Արարատ ցեմենտը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում շուրջ 1 միլիարդ դրամի հարկեր է վճարել ու Հայաստանի 82-րդ խոշոր հարկատու ընկերությունն է։ Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու գործարանը 321-րդն է վճարած շուրջ 265 միլիոն դրամով։ Առաջատար դիրքերում է Փարավոն ռեստորանը, այն երկրի 52-րդ ամենախոշոր ընկերությունն է վճարած շուրջ 1.5 միլիարդ դրամով։